գիտեք, որ պիտի ընդգծեմ, որ սա այն է, ինչի մասին է նոր պարոն Սանոսյան ձեզ ասում էի։ Ասենք ինչքան պետք է ես հանձնարարական տամ, հո չի կարելի 10 տարի անընդհատ նույն բանի մասին հանձնարարական տալ։ Ցավով պիտի արձանագրեմ, որ հանրապետության բոլոր մարզերում ըստ էության շատ մեծ բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված։ Դրանից բողոքում են Երևանում, դրանից բողոքում են մշակույթի ոլորտում, դրանից բողոքում են սպորտի ոլորտում, դրանից բողոքում են գյուղատնտեսության ոլորտում, եւ այն, որ մենք ժամանակին կառավարության նիստի ընթացքում հոսանքի անջատում ունենանք, պետք է բոլորիս համար ահազանգ լիներ, որ ինչ որ մի բան այդտեղ այնպես չի։ Ես ակնկալում եմ, իհարկե արդեն հանձնարարել եմ, առաջիկայում պետք է իմ մոտ խորհրդակցություն լինի եւ ես ակնկալում եմ նախ բացատրություններ, թե ինչու այդպես, եւ երկրորդը մեզ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես ենք մենք այդ հարցը լուծելու։ Հերթական հանձնարարականի վերջնաժամկետը հունիսի 21-ն էր։ Ըստ էության ՀԵՑ-ը իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Ստեղծված իրավիճակը երկու ենթադրության համար տեղադրել, որ կամ նա բարեխիղճ չի կատարել ներդրումային պարտավորությունը, ուղղակի քամել է այսպես ասած սովետական շրջանի ժառանգություն ունեցած էլեկտրական ենթակառուցվածքները, էլեկտրացանցերի ենթակառուցվածքները ինչ որ աննշան, բայց ոչ համարժեք ներդրումներ կատարելով կամ սաբոտաժ արել։ Հանկարծ տուգանքի փաստի մասին հրապարակման նախօրեին, մեկ օր առաջ բառացիորեն, Սամվել Կարապետյանը որոշում է գալ անհապաղ գնալ կաթողիկոսին զորակցություն հայտնել եւ մի հատ էլ հասցնել դուրս գալ եկեղեցու բակում, Բեհրանի բակում, ուրեմն քաղաքական հայտարարություններ անել եւ խոսել եկեղեցուն պաշտպանելու եւ եկեղեցու դեմ արշավը կասեցնելու իր ձևերով, ինչպես ինքն ասում, մեր ձևերով մասնակցության մասին, կներեք դուք չեք կարող դա չկապել իրար։ Հունիսի 18-ի նիստում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ տուգանել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը։ Դեռ փետրվարի 3-ից 14-ն էին իրականացրել կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության 3 մասնաճյուղում, ուսումնասիրելով սպառողներին առաքված եւ հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Ընդունված Հայաստանում, երբ պետությունը ուզում է խլել քո ապօրինի գույքը, երբ պետությունը ուզում է քեզ դատել քո կատարած հանցագործության համար, դրա համար ինչ ես անում, դառնում ես շատ հայրենասեր, արցախասեր, դառնում ես շատ եկեղեցասեր։ Ոչ մի էլեկտրական ցանց, թքածունը իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ ալնելու։ Ազգային ժողովում արդեն կան ՀԵՑ-ը ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ, քրեական վարույթները դրա հետ այս տրամաբանության կապ չունեն։ Նախ ՀԵՑ-ի ազգայնացման գործընթացի մասին փորձագետները կարծում են, ջրային թե էլեկտրական ռազմավարական ենթակառուցվածքները չեն կարող լինել ուրիշին ու պրոցեսը պետք է տանել ըստ առաջնահերթությունների։ Կարծում ենք, որ երկարաժամկետ կտրվածքով պետությունը լավ կառավարիչ չի նման հիմնարկների եւ լավ կլինի, եթե ստեղծվի մասնավոր որևէ կազմակերպություն, հայկական, որը կկառավարի դա։ Բայց այն, որ դրա ռուսական կապիտալին պատկանելը Հայաստանի համար մանավանդ ներկայիս աշխարհական իրականության մեջ ազգային անվտանգության սպառնալիք էր, դրա մասին մենք մեր ժողովածույցում դեռևս ամիսներ առաջ գրել ենք։ Մինչև Երևանը խոսում է Հայաստանին Հայաստան վերադարձնելու մասին, ակտիվորեն տարածվում է Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արևշևի հոդվածը, թե իբր ՀԵՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան։ Այդ կեղծ չհիմնավորված էմոցիաների վրա ազդող լուրը տարածում են խորհրդարանական ընդդիմությունն ու հայկական առանձին լրատվամիջոցներ։ Հոսանքազրկումների պատճառները պարզելն ու ՀԵՑ-ում ստուգումները արդյոք կապ ունեն Մայրաթորի բակում Սամվել Կարապետյանի ունեցած հարցազրույցի հետ։ Ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Հայաստանի Հանրապետությանը սպառնալ որևէ մեկը չի կարող։ Սամվել Կարապետյանը ուզում էր ուղղակի գալ եւ այսպես ասած համազարգը տալ, որ այ տեսեք ազգի բարերար տղերքը, լավ տղերքը, որոնք Հայաստանի համար շատ բան ունեն արած, նույնիսկ նրանք արդեն մտահոգված են։ Նրանց պետք էր, որպեսզի հակաիշխանական, հակակառավարական ճակատը ձևավորվի այստեղ։ Գիտեմ Սամվել Կարապետյանի այցի նպատակը որն է եւ չեմ էլ կարծում թե Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական սուբ եկեղեցու դեմ որևէ արշավ կա
կա ըստ էության հստակ քաղաքական process, այսպես կասեմ, երբ եկեղեցում մի խումբ անձինք կաթողիկոսի գլխավորությամբ որոշել են զբաղվել ակտիվորեն քաղաքականությամբ եւ քաղաքական հարվածներ հասցնել իշխանություններին ու դրա առհավատչյան մենք տեսել ենք 2022 թվականին, երբ որ ուրեմն ժողովը պահանջեց վարչապետի հրաժարական, հետո տեսել ենք պես կոչված սրբաժան շարժման դեմքով, որը չէր կարող տեղի ունենալ առանց կաթողիկոսի անմիջական մասնակցության եւ հրահանգի, դա եկեղեցու դեմ արշավ ներկայացնելը ուղղակի այդ մի քանի տասնյակ կամ մեկ տասնյակ եկեղեցականների մեծագույն ցանկությունն է։ Եկեղեցականների մասին է, որոնք այս վերջին տասնամյակներում ուղղակի հասցրել են հանրությանը հայտնի դառնալ եւ իրենց ցոփշվայտ կյանքով եւ իրենց քաղաքական հայտարարություններով, որոնք այս պահին շատ ակտիվ եւ ագրեսիվ են։ Մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների եւ նվիրապետության համար։ Ստացվում է, որ եթե քննադատում ես Սրբազանին, ապա քննադատում ես եկեղեցուն, ապա քննադատում ես նրա հոգևոր ծառայությունը, ապա քննադատում ես նաև ինչ-որ ձևով, այսինքն թաքնվել այս կրոնական ինստիտուտի դասի հետևում եւ պղտորել ջրեր, խառնվել քաղաքականությանը եւ նաև ստանալ անձեռնմխելիություն քաղաքականության մեջ չքննադատվելու, որը ժողովրդավարության բնորոշ չէ։ Հազար ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է, կաթողիկոսի չէ, Կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Այն մյուս թեմի առաջնորդը իրա քրոջ որդին է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Եկեղեցու ներսում մի քանի հոգևորականի ձևավորած անառողջ բարքերի դեմ պայքարը որպես եկեղեցու դեմ արշավ ներկայացնելը նաև քաղտեխնոլոգիա է, որի գործիքներին տիրապետում են վարպետորեն, փորձագետների դիտարկումն է։ Սա շատ նման է ասենց դասագրքային օրինակով տարվող աշխատանքի, որտեղ այ մեկին մեկ նույն աշխատանքը Ռուսաստանը տարել է Ռումինիայում, տարել է Մոլդովայում, տարել է Վրաստանում, փորձել է անել Լեհաստանում, այսինքն այդ եկեղեցու գործիքայնացումը, այսպես չակերտավոր իրան դիրքավորելը որպես ավանդական արժեքների պահապան։ Բայց Հայաստանում ռուսական քարոշամեքենան ավելի շատ ու ավելի մեծ ծավալով է կարողանում ազդել, քանի որ նախ եւ առաջ լեզվական անջրպետ չկա։ Էմոցիաների վրա փորձել ազդելը, պատմական հիշողության, մշակութային ինքնության գործիքայնացնելը որպես սեփական պետության դեմ գործիք, ասեմ, գրեթե բոլոր նախկին սոցճամբարի երկրներում Ռուսաստանը այսպես տեմպես փորձել է անել այդ նույն բաները։ Օգտագործելով բոլոր հնարավոր ինստիտուտները, անգամ ամենասրբազան ինստիտուտները, եկեղեցու ինստիտուտը անգամ օգտագործել։ Քաղաքական խոսույթով ու գործունեությամբ աչքի ընկնող հոգևորականներին հակակառավարական տրամադրություններ գեներացնելու առիթ էր պետք, կարծում է Ստյոպա Սաֆարյանը։ Այդ առիթը դարձավ կառավարության մայիսի 29-ի նիստում Փաշինյանի դիտարկումը, թե որոշ եկեղեցիներ վերածվել են չուլանի, անպետք իրեր են դնում, պետք է մաքրել։ Բայց ոնց կարելի է ասենց էլի, որը մեծագույն ցանկության դեպքում անգամ չես կարող վերագրել ամբողջ եկեղեցուն եւ ասել, որ կամ մեղադրել, որ վարչապետը սադրեց կամ հարձակվեց եկեղեցու վրա։ Այդ խոսքին հաջորդեց մեկ տասնյակին մոտ եկեղեցականների հայտարարություններ, օգտագործվող անպարկեշտ բառեր, եկեղեցին առիթը օգտագործեց վարչապետի այդ հայտարարության հարձակվելու հենց քաղաքական իշխանության վրա։ Եթե կառավարությունը նախահարձակ լիներ, ապա կաթողիկոսի Բելարուսայցին որևէ կոշտ խոսք կհնչեր։ Ուղղակի դա ուղեղում չտեղավորվող արարք է, երբ երկիրը բացահայտ պաշտոնական մակարդակով կայացրել է որոշում բոյկոտել այդ երկիր որևէ պետական այցելություն։ Դա եղել է Հայաստանի իշխանությունների այն որոշումներից մեկը, որը լայն կոնսենսուս է ունեցել Հայաստանի հասարակության շրջանում։ Ալեքսանդր Լուկաշենկոյի պրոադրբեջանական պահվածքի հետ կապված եւ գնալ դեմ, որովհետև այդպես ցանկացել են Ռուսաստանում, որ դու պիտի մասնակցություն ունենաս այնտեղ կամ ինչ-որ այլ օղակներում, սա ներեցեք ուղղակի արդեն վերջին կաթիլներ։
Ինչ վերաբերում է Փաշինյանի բարձրացած հարցին, թե որքանով են բարձրաստիճան հոգևորականները հավատարիմ իրենց երդմանը, նույնիսկ ուշացած է։ Այն, որ եկեղեցու ներսում որոշ հոգևորականների բարեվարկությունը խնդրահարույց է, հասարակության համար նորություն չէ, ընդգծում է Սաֆարյանը։ Փոքր երկիր ենք, բոլորը իրար ճանաչում են, բոլորը միմյանց մասին կարող են շատ արագ տեղեկություններ ստանալ, եւ դա երկար չես կարող պահել։ Դա Նիկոլ Փաշինյանը լինի այսօր, վաղը ուրիշ ղեկավար լինի, միևնույնն է, այս խնդիրները խոսելու են։ Խնդիրները կարգավորելու փոխարեն բարձրաստիճան հոգևորականները զբաղված են քաղաքական հայտարարություններով։ Իրան դրսևորում էր որպես արմատական ընդդիմություն։ Ըստ էության հրահանգ են կատարում, այս ամեն ինչը պետք է տեսնել ավելի լայն ուրեմն տրամաչափի մեջ, դա Ռուսաստանի կողմից Հայաստանին հասցվող հիբրիդային հարվածների տրամաբանությունն է, երբ որ ռուսաստանցի օլիգարխները հայկական ցակմամբ, ուրեմն տարբեր հոգևորականներ, որոնք հիմնականում իրար եղբայրներ են գալիս հարազատ, եւ Ռուսաստանում գործող խոշոր ներկայացուցիչներ հանրային դաշտի միաժամանակ հարձակումներ են գործում Հայաստանի վրա։ Նա պետք է հեռանա։ Հիմա իր հեռանալու լուծումը տեսնում եք ընտրությունների մեջ։ Այս ձեռքի մեջ է հեռանալու լուծումը։ Այս ձեռքի։ Սրբազան, ձեր կարծիքով այս ձեռքի։ Նույնիսկ միտինգին մասնակցելու է գալիս, ասենք, ռուսաց թեմի ներկայացուցիչը, կաթողիկոսի եղբայրը եկեղեցականների ուրեմն ուղեկցությամբ, վազելով, սա չի կարա բարձրացնի եկեղեցուն, սա չի կարա լինի եկեղեցու մասին։ Նախընտրական տարում մեկնարկած այս բոլոր պրոցեսները մեկ շղթային օղակներ են, որ հերթով գործի են դրվում։ Մի քանի օր առաջ բառացիորեն հենց նույն Ռուսաստանում թաքնվող Միհրան Պողոսյանը, այսպես ասած, ինչ որ բոլոր կուսակցություններին համախմբելու տեքստ է ուղարկել Հայաստան, պատասխանատվություն պիտի համարի, որ անմիջապես Սամվել Կարապետյանի այս բեմելին, ձախողված բեմելին, հաջորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, հաջորդում է հիստերիան Ռուսաստանի պետական հեռուստաընկերության եթերում Սալավյովի կատարմամբ։ Դա ամենատարօրինակն է, որ ռուս լրագրողը Հայաստանի իշխանություններին մեղադրում է թուրք լինելու մեջ, թե երբ անից է թուրքը ձեր մոտ վիրավորանք, դուք եք Թուրքիայի հետ հիմա մտերիմ դաշնակիցներ, իրենց համար ատոմակայան եք սարքում։ Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ռուսական պետական հեռուստաընկերությամբ ոչ միայն անպարկեշտ ձևակերպումներով է խոսել Հայաստանի իշխանության մասին, այլև սուտ տեղեկություններով էմոցիոնալ բռնկում փորձել առաջացնել։ Օրինակ, իբր Հայաստանի պետական զինանշանից հեռացվել է Արարատ լեռը եւ կամ Հայաստանը հանձնել է Արցախը։ Նման վիրավորական ու մանիպուլացնող խոսիտ ռուսական պետական հեռուստաընկերության եթերներում է հնչում, ու ոչ մեկ անգամ։ Փորձագետները առնվազն տարօրինակ են համարում ստեղծված իրավիճակում հայկական մուլտիպլեքսում դեռ ռուսական ալիքներ ունենալը։ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո ու նաև առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Մոսկվան ուշադիր հետևում է եւ կցուցաբերի անհրաժեշտ աջակցություն։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւս հայտարարել է Կրեմլում ուշադիր հետևում են Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին եւ պատրաստ են նրան որպես ՌԴ քաղաքացու տրամադրել անհրաժեշտ օգնություն։ Իսկ թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացին Հայաստանի ներքաղաքական կյանքին ինչու եւ ինչպես էր ցանկանում մասնակցել, հարցերը մնում են անպատասխան։ Կարապետյանի փաստաբաններն ասում են, գործարարը ոչ թե իշխանությունը զավթելու, այլ եկեղեցի իշխանություններ հաշտության կոչ է արել։ Փորձագետները հարց են տալիս, արդյոք Հայաստանի իշխանությունը փոքրիկ խմբակ բառերով բնորոշելը նպաստում է հաշտությանը։ Մի փոքրիկ խմբակ մոռանալով Մեկ այլ խորքային ուսումնասիրություն է պահանջում հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի եղբոր Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե կառավարական ամառանոցը պետական գումարներով չեն կառուցվել, այլ Իսկ իրանք կարակ հարցնեք, ում փողերով է այդ տունը կառուցվել, որտեղ դու ապրում ես։ Ասա դու գիտես։ Որ կառավարական ամառանոցի մասին եք ասում։ Այո։ Մենք էինք ճագերտավոր բարերար։ Այս Սևանում, որ լկտիաբար քեֆեր է եկանում։ Էդի ում փողերով է կառուցվել։ Ինչու են անկախ ինքնիշխան պետության կառավարական առանձնատները կառուցվել որպես բարեգործություն։ Արդյոք այդ շինությունների համար ժամանակին պետական բյուջեից գումարներ դուրս գրվել են։ Հարցեր են, որոնց պատասխանները իրավապահ մարմինների տիրույթում են, ընդգծում են փորձագետները։ Վերադառնալով հոգևորականների որպես քաղաքական գործիչներ ներկայանալու խնդրին, Արեգ Քոչինյանն ընդգծում է հոգևորականներին եւս ընդդիմադիր գործիչներ են ներքաշում process-ի մեջ, քանի որ իրականության մեջ Հայաստանում չկա քաղաքական իրական ընդդիմություն։ Մեզանում ձևավորվել է խորհրդարանական երկու ֆրակցիա, որոնք իրենց ամբողջ էությամբ քաղաքական չեն։ Դրանք այնտեղ են երկու անձանց շահերը սպասարկելու, ինչպես նաև դրսից եկող հրամանները այսպես տրանսլյացիա անելու եւ ներկայացնելու համար, եւ դրա արդյունքում Հայաստանում այս պետությամբ չկա դեմոկրատական
ընտրվելու ունակ, ռացիոնալ ընդդիմություն։ Ոչ խորհրդարանում այս պայծությամբ եւ ոչ էլ խորհրդարանից դուրս։ Կարևոր չէ իշխանությունն ինչ ու ինչպես է ասում, Հայաստանում ընդդիմադիր ներկայացողների խնդիրն է հակադրվելը, սևացնելը։ Եթե անգամ իշխանությունը հայտարարի սատանան սև է ու վատ է, ընդդիմադիրները կխոսեն, կդառնա հոգուց սատանայի։ Իսկ այդ ամենի հետևանքով ըստ Արեգ Քոչինյանի խեղված է ընդհանուր քաղաքական դաշտը։ Իշխանությունը չի կարող ինքնիր ընդդիմությունը լինել։ Իշխանությունը առանց ընդդիմության աշխարհի ամենալավ իշխանությունը անգամ առանց ընդդիմության ինքը ի վերջո սկսում է, գիտեք, այս սահմանները, լիմիտները լավ չընկալել, լավ չտիրապետել եւ այլն եւ այլն։ Եվ ուրեմն Հայաստանի համար, Հայաստանի քաղաքական դաշտի համար ամենակարևոր զարգացումը այս պայծրությամբ այն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ձևավորվի ընդդիմություն։ Եկեղեցին էլ զբաղվի հոգևոր կյանքը առողջացնելով առողջ, չբևեռացված, ավելի հանդուրժող հասարակություն ունենալուն պետք է միտված լինեն եկեղեցու քայլերը։ Վեճի հանգուցալուծումը վաղուց Աստվածաշնչում գրված է։ Կայսերը կայսեր, Աստծուն Աստծուն։ Տաթև Խաչատրյան, Սեյրան Անտոնյան, Հռոմիկ Խաչատրյան եւ Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյա լուրեր։